Բարի լույս։ Երբեմն փորձությունների մեջ մեզ թվում է, որ մենք մենակ ենք։ Այլևս որևէ մեկը չկա, որ մեզ աջակցի, ձեռք մեկնի, թեկուզ միայն լսի, ինչ-որ խորհուրդ տա, եւ մենք իսկապես միայնակ ենք։ Այդ պահին այդ տպավորությունն է մարդու մոտ։ Այնուամենայնիվ, սիրելիներ, մեր Տեր Հիսուս Քրիստոս միշտ մեզ հետ է։ Եվ տեսեք, թե Եբրայեցիներին ուղված նամակի մեջ Պողոս Առաքյալը ինչ է գրում երկրորդ գլխում։ Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպիսի ողորմած լիներ եւ հավատարիմ քահանայապետ Աստծո առաջ իր ծառայության մեջ խավելու համար ժողովրդի մեղքերը, որովհետեւ ինչպես որ ինքն իսկ չարչարվեց փորձության մատնվելով, այնպես էլ կարող է օգնել փորձության ենթարկվածներին։ Ուրեմն, սիրելիներս, մեր Տեր Հիսուս Քրիստոս նմանվեց մեզ, որպեսզի մեզ համար օրինակ լինի, ճանաչելի օրինակ լինի։ Եվ ինչպես է ավարտում նախադասությունը, ինչպես որ ինքը չարչարվեց փորձության մեջ, կարողանա փորձության մեջ ինկածներին նաև օգտակար լինի։ Հետևաբար, այստեղից եզրակացություն, որ Տեր Հիսուս Քրիստոս օգնում է բոլոր նրանց, որոնք փորձության մեջ են։ Ուրեմն, երբ մենք փորձության մեջ ենք, միայնակ չենք, Քրիստոս մեզ հետ է։ Ուղղակի սատանան խաբում է մեզ, ցույց տալով, որ մենք միայնակ ենք։ Ինչու է խաբում, գիտեք, որովհետև փորձության մեջ փոխանակ մեր հայացքը ուղենք Տիրոջը, ուղում ենք մարդկանց։ Մեզ թվում է, որ այդ պահին մարդ է պետք, որ իմ կողքին լինի, բայց այդպես չէ։ Իրականության մեջ մեր հայացքը պետք է անմիջապես մեր Տիրոջը դառնա։ Որովհետև եթե Աստված իմ կողքին է իմ փորձության մեջ, մարդու ներկայությունը այլևս դառնում է երկրորդական։ Որովհետև եթե կատարյալն է իմ կողքին, անկատարի ներկայության անհրաժեշտությունը դառնում է ոչ պիտանի։ Ուրեմն, սիրելիներս, յուրաքանչյուր մեկը, երբ փորձության մեջ եք, ձեր հայացքը հառեք դեպի Աստված։ Նայեք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ով առավել փորձվեց, քան որևիցե մեկից փորձությունն է մեր կյանքի ընթացքում, ով առավել չարչարվեց, քան մեր չարչարանքն է մեր կյանքի ընթացքում։ Եվ նա գիտե, թե ինչպես պետք է կանգնի փորձության մեջ եղողի կողքին կամ չարչարվողի կողքին։ Ուրեմն, սիրելիներս, մի վհատվեք, մի տկարացեք եւ մի հանձնվեք։ Տերը ձեզ հետ է յուրաքանչյուր ձեր քայլափոխին եւ ձեր յուրաքանչյուր կյանքի պահին, որտեղ դուք կարծում եք, որ դուք փորձության մեջ եք կամ չարչարվում եք։ Ապավինեք Տիրոջը, խնդրեք նրան, որպեսզի ձեզ զորացնի։ Անկամ փորձության մեջ, անկամ չարչարանքի մեջ Տերն ավելի զորավոր է դարձնում մեզ, մեր հավատքը պնդացնելով ու ամրացնելով։ Տիրոջը ապավինեք, Տիրոջ ողորմությամբ քայլեք եւ պիտի տեսնեք, թե փորձությունն ու չարչարանքը առ ոչինչ են դառնում նրա ներկայության մեջ։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։